Սա երևի իմ վերջի վիդեոն է, որը ձեզ համար, իմ ընտանիքի համար ուղարկում եմ։ Ասում եմ երևի, որովհետև կա իմաստություն, որ ասում է «Никогда не говори никогда»։ Դրա համար եմ երևի ասում, բայց վստահ եմ, որ սա վերջինն է, բավական է հերիք է։ Մինչև այս վերջի վիդեոն գրելը ասեմ, Արսեն, քեզ դու այն ժամանակ, որ ասեցիր ես հələ կգրեմ ու հետո ասեցիր ես հələ գրում եմ, վախեցար, միանգամից ասես, որ ես համաձայն եմ Գայանի հետ, չեմ գրելու, վախեցար։ Ավելի ճիշտ ու լավ կլներ տղու կողմից ասել իդի նախույ, դու ինձ պետք չես, թքել եմ քո վրա, բայց ոչ թե հույսով անել, որ հələ մի քիչ այդ դիմացի մարդը տանջվի, սպասի, ոնց որ ես եմ սպասում քո գրելուց հետո 3-4 տարի։ Злым ты оказался, парень, злее, чем можно было предположить, դե գնանք առաջ, արդեն տեսնում եմ, որ իմ դրած վիդեոներն էլ չեք նայում, ֆայմել եք, որ նայել պետք չի, թող չնայենք, թող ավելի ճակի տրակի։ Но всему есть предел, и моему терпению, и любви к вам тоже есть предел։ Հիմա ինձ հետաքրքրող հարցը այն է, որ եթե դուք չեք ստանում իմ ունեցվածքը, ապա ով է դա ստանալու։ Ես պիտի ինքս որոշեմ, գտնեմ այն լավագույն տարբերակը, որը արժանի է ստանալ իմ ունեցվածքը։ Պատրաստել էի նյութեր, մատերիալ, թե ինչքան արժեն Երևանի կենտրոնում երկու բնակարանները, ստացվել էր մոտ $300,000, մոտ $1/3 միլիոն, բայց եթե ուղեղը անջատվել է, էլ ոչինչ չի կարա նրան դզի։ Հիմա ուղարկեմ մի երկու ծիծաղելի բաներ այդ բանի մասին, թե назло мужу сяду в лужу, назло бабушке отморожу уши եւ նման բաներ։ Հետո կանցնեմ իմ վերջնական ասածին, որ իմանաք, որ դե որ որոշել եք, որոշեք։ Թող ձեր ասածը ըլնի, թող ուրիշի հասնի իմ սաղ ունեցվածքը։ Назло мужу сяду в лужу. Назло бабушке отморожу уши. Cut off one's nose to spite one's face. Սա երևի իմ վերջի վիդեոն է, որը ձեզ համար, իմ ընտանիքի համար ուղարկում եմ։ Ասում եմ երևի, որովհետև կա իմաստություն, որ ասում է «Никогда не говори никогда»։ Դրա համար եմ երևի ասում, բայց վստահ եմ, որ սա վերջինն է, բավական է հերիք է։ Մինչև այս վերջի վիդեոն գրելը ասեմ, Արսեն, քեզ դու այն ժամանակ, որ ասեցիր ես հələ կգրեմ ու հետո ասեցիր ես հələ գրում եմ, վախեցար, միանգամից ասես, որ ես համաձայն եմ Գայանի հետ, չեմ գրելու, վախեցար։ Ավելի ճիշտ ու լավ կլներ տղու կողմից ասել իդի նախույ, դու ինձ պետք չես, թքել եմ քո վրա, բայց ոչ թե հույսով անել, որ հələ մի քիչ այդ դիմացի մարդը տանջվի, սպասի, ոնց որ ես եմ սպասում քո գրելուց հետո 3-4 տարի։ Злым ты оказался, парень, злее, чем можно было предположить, դե գնանք առաջ, արդեն տեսնում եմ, որ իմ դրած վիդեոներն էլ չեք նայում, ֆայմել եք, որ նայել պետք չի, թող չնայենք, թող ավելի ճակի տրակի։ Но всему есть предел,
и моему терпению и любви к вам тоже есть предел. Հիմա ինձ հետաքրքրող հարցը այն է, որ եթե դուք չեք ստանում իմ ունեցվածքը, ապա ով է դա ստանալու։ Ես պիտի ինքս որոշեմ, գտնեմ այն լավագույն տարբերակը, որը արժանի է ստանալ իմ ունեցվածքը։ Պատրաստել էի նյութեր, մատերիալ, թե ինչքան արժեն Երևանի կենտրոնում երկու բնակարանները, ստացվել էր մոտ $300,000, մոտ $1/3 միլիոն, բայց եթե ուղեղը անջատվել է, էլ ոչինչ չի կարա նրան դզի։ Հիմա ուղարկեմ մի երկու ծիծաղելի բաներ այդ բանի մասին, թե Назло мужу сяду в лужу. Назло бабушке отморожу уши. Եվ նման բաներ։ Հետո կանցնեմ իմ վերջնական ասածին, որ իմանաք, որ որոշել եք, որոշեք։ Թող ձեր ասածը ըլնի, թող ուրիշի հասնի իմ սաղ ունեցվածքը։ Դե пошли вперед, կամ ոնց որ դուք եք ասում, go on, ասածներս կրկնելու զահլա չկա, բայց արդեն կարճ ասեմ, որ փնտրել եմ նաև Կարինեի քրոջ երեխեքին, որ տամ իմ ունեցվածքը, հետո չի ստացվել, հետո փնտրել եմ Ազիզյան իմ հոր կողմից բարեկամների մեջ, ընդ էլի նիտոյա Enchi, հետո վերջում տեսել եմ, որ ամենամոտիկը իմ բարեկամը, իմ մամայի քրոջ Արմիդայի թոռը, որը Մոսկվայում ապրում, Ժաննայի տղեն, Միշան, Պետրոսյան Միշա, այդ Միշայի տանը, Արմիկի տանը մենք եղել ենք Կարինեի հետ և փախան գնացինք Բաքու փսակվելու հետո։ Կարճ ասած, այդտեղ ապրել ենք, բայց այդ չի հարցը։ Հարցն է, որ այդ Միշային նորմալ տղա է, իրան դաս է տվել, սովորացնել է ահագին տարիներ, հələ ես էլ եմ դաս տվել, ինձ ասում էր, դե Սերանը, որ բացատրում է, պետք է անասունը լես, որ իր ասածը չհասկանաս։ Կարճ ասած, լավ տպարություն եմ այդ տղու մասին, ու հետո մտածում եմ, որ արդեն տեսա ձեզանից հույս չկա, Ժաննային Մոսկվա զանգեցինք, գրեցինք ավելի ճիշտ, որ տանք տենանք այդ Միշուլը, Պրիչով ասեց, որ փսակվելու է շուտով, ասեցինք հայա, ասեց կանյեշնա, որ այդ աղջիկը Ժաննան բաշարել է մենակով, մարդուց բաժանված, տղուն, աղջկան փսակել է թորներ ունի, տղուն էլ նվեստայա կթե, փսակի շուտով, ասում է կանյեշնա հայա, բայց վայ մամա ջան, վայ, տղու ու հարսնացուի նկարը, որ ուղարկեց Ժաննան, գրեցինք, какой Мишуль Михаил вырос, возмужал и красавицу выбрал и полюбил. Счастье излучает улыбка парня. Молодец, пусть все сложится удачно, внешности на 5 с плюсом. Пока, Жанулик. Դե գնացեք ու տեսեք ու իմացեք ու հասկացեք, դե ապրեք, Ժաննան դե, Կարինեն դե, պակա, այդքան բան։